Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք իրական օրակարգի ֆորմատում քննարկումները քաղաքագետ Երվանդ Բոզյանի եւ Ստեփան Դանիելյանի հետ։ Շնորհակալ եմ բարմայք։ Տարվա ամփոփիչ այս եթերին հյուր գալու համար մենք ավարտում ենք 2025 թվականը։ 2025 թվականի ընթացքում վական այսպես իրադարձություններ տեղ ունեցան, բայց գլխավոր խնդիրը չլուծվեց, իշխանությանը հեռացնել չստացվեց, բայց 2025 թվականը կարծում հիշվող է լինելու այն իմաստով, որ հենց այս տարվա ընթացքում ամենախայտարակ հարձակումները տեղ ունեցան եկեղեցու վերաբերյալ, բայց ուզում եմ սկսել տարվա սկզբից։ Տարին սկսվեց այսպես անհանգստություններով, իշխանությունները հայտարարում էին, որ պատերազմ է լինելու, պատերազմի հավանականությունը մեծ է, հիմա արդեն հասանք նրան, որ քննարկվում է ադրբեջանական նավթը, Ադրբեջանի տարածքով ցորեն բերելու հարցերը, ինչպես եղավ ձեր գնահատմամբ այս փոփոխությունները, խնդրեմ։ Ինչպես է պատերազմից, որը գուժում էր արտաքին գործերի նախարարը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, հասանք նրան, որ ասում են, «Էս ինչ լավ պետություն է Ադրբեջանը, նավթ է մեզ ուղարկել»։ Բազմաթիվ վերլուծություններ կան կարևոր հետազոտական կենտրոնների, որոնք ասում են ինչպես անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի Եվրոմիության կամ Միացյալ Նահանգների ազդեցության գոտի։ Եվ հիմնական խոչընդոտը հենց էներգետիկայի մեջ էր եւ բարելիքի մեջ էր, որտեղ Հայաստանը կախվածության մեջ է Ռուսաստանից, իսկ Իրանը ի վիճակի չի նման քանակով գազ եւ ճանապարհները խոչընդոտում են նաեւ նավթամթերք։ Իրանում նույնպես բենզինի խնդրեմ գոյություն ունի։ Եվ դրա համար առաջարկում են կառուցվածքային փոփոխություններ անել։ Եվ կառուցվածքային փոփոխությունների համար պետք էր, որ Հայաստանը ինտեգրվի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այնտեղից վառելիք ստանա, էներգետիկ համակարգը ինտեգրվի, եւ դրա համար առաջի քայլը եղավ հենց էլեկտրոցանցերի հետ կապված պատմությունը։ Երկրորդ քայլը արդեն այդ վառելիքի ներմուծումն է Ադրբեջանից։ Այսինքն, որպեսզի այս աշխարհակաղակական փոփոխությունները իր վերջնակետին հասնի, Հայաստանը պետք է էներգետիկ առումով, ռազմավարական առումով մտնի կախվածության մեջ Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Այս հարցերն է, որ լուծում է գործում եւ դրա համար արդեն գործող վարչապետը ասում են մենք հասել ենք խաղաղության, այսինքն կատարում են Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները, հանձնելով Հայաստանի ինքնիշխանությունը, որտեղ խնդիր չկա, եթե դու տարբեր կողմերից ինչ-որ վառելիք եւ էներգետիկա ես ստանում, բայց դու պետք է այդ համամասնությունը պահես։ Իրենք ուզում են ամբողջովին մտնեն ազդեցության տակ։ Դրա համար արդեն խոսքը գնում է խաղաղության մասին։ Հայաստանը հանձնում է իր բոլոր ստրատեգիական ոլորտները, ամբողջովին մտնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, որտեղ Թուրքիան ասում են մենք Հայաստանի հետ կվարվենք այնպես, ինչպես Ադրբեջանը կասի, եւ սա արդեն նշանակում է խաղաղություն, Հայաստանի ինքնուրույնությունը, իսկ ապագայում գուցե արդեն Հայաստանի վերացումը հանուն խաղաղության։ Պարոն Դանիելյան, ձեր խոսքին որպես հավելում կամ փաստ բերեմ ձեր պնդմանը, Եվրամիությունը տարվա ավարտին հայտարարեց, որ 500 միլիոն եվրոյի չափով վարկ կամ ներդրում են վարկ ամենայն հավանականությամբ ցածր տոկոսադրույքով տալու են Հայաստանին, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցերը միացվի թուրքականին եւ վրացականին։ Ես որքան դուք ավելի լավ կիմանաք, պարոն Բոզյան, վրացականին մենք կարծեք թե միացած ենք, շուտ, որտեղ մենք ժամանակին հոսանք էինք տալիս Վրաստանին այդ ճանապարհների հետ հարցերը կարգավորելու դիմաց։ Այսինքն Վրաստանը ավելի շատ իմ տպավորությամբ շեշտվում է, որպեսզի հայ ժողովրդի տրամադրությունը չընկնի, որ իրականում մեր ցանցերը միացնում են թուրքական ցանցին, իսկ ինչու են միացնում, այ պարոն Դանիելյանի ասացից մենք հասկանում ենք ինչու են միացնում, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցերը, այսինքն էներգետիկ համակարգը կախվածության մեջ ընկնի ուղիղ Թուրքիայից
Իսկ շատերը կարող են ասել դե մենք ունենք ատոմական, երևի թե մենք ենք հոսանք տալու Թուրքիային, այդտեղ էլ ես շտապեմ ցավոք սրտի հաստատեցնել այս մանիպուլյացիային հավատացող մեր հանրությանը միամիտ Թուրքիան երկար տարիներ պայքարում է որ Հայաստանի ատոմակայանը փակվի, ատոմակայանը կարծեմ եթե լավագույն դեպքում 2036-ին պիտի կամ նոր ատոմական ունեն խոսքով ժամկետները սպառվում են եւ չմոռանանք որ SEPA-ի պայմանագրով Հայաստանը պարտավորություն է վերցրել այս գործող ատոմականը փակել նորի մասին խոսում են բայց դա շատ ծանր խոսակցություն է այսինքն Հայաստանը այո ապագայում էլեկտրոէներգիայի խնդիր է ունենալու եւ որպես այդ խնդիրը լուծվի միևնույն ժամանակ մի կրակոցով երկու նապաստակ են խփում կլուծեն ատոմակայանի փակման հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը Թուրքիայի հաշվին եւ միևնույն ժամանակ Հայաստանը կախվածության մեջ կդնեն Թուրքիայից Բայց ոչ մի անգամ չի թաքցվել դա, ավելին կարող եմ ասել, նույն Եվրոմիությունը եւ Թուրքիան միշտ պահանջել են որպեսզի ատոմակայանը փակվի, ոչ միայն Թուրքիան, այլ Եվրոմիությունը նույնպես։ Բոլոր ժամանակահատվածներում այդպիսի պահանջ եղել է եւ բոլոր ժամանակահատվածներում իշխանությունները մերժել են դա։ Այս իշխանությունը, քանի որ սրվել էր Եվրոմիության Ռուսաստանի հարաբերությունները, այս իշխանությունը չէր թաքցնում, որ ինքը փաստացի ամեն ինչ անելու է, որպեսզի դիվերսիֆիկացնի կախվածությունը Ռուսաստանից եւ մաքսիմալ կախվածություն մտցնի այլ երկրներ։ Այլ երկիր դա նշանակում է Թուրքիա, որովհետեւ Վրաստանի հետ օբյեկտիվորեն Վրաստանը այն երկիրը չի, որ կարողանա այսպես ասած կոմպենսացնի Ռուսաստանի կախվածությունը։ Իրանը օբյեկտիվորեն ես համաձայն եմ Ստեփանը չունի այդ պոտենցիալը, մնում է Ադրբեջանը եւ Թուրքիան։ Թուրքիան էլեկտրոէներգիայի մասով, իսկ Ադրբեջանը բանի նավթ տրամադրելու, ընդ որում ասեմ, որ նավթամշակման գործարան Ադրբեջանը չունի, ասեմ ձեզ։ Այսինքն միևնույնն է դա լինելու է ռուսական էներգակիր, պարզապես Եվրոմիությունը ինչպես որ ասենք օրինակ ադրբեջանական էներգետիկ պատրաստ է Ուկրաինան տրամադրել Սլովակիային եւ Հունգարիային, նույն բանը ստեղ են անել։ Այսինքն դա այդ կապիկությունը, որ ամեն ինչ անենք, որ մենք մաքսիմալ թույլատնենք մեր կապերը, բանը կախվածությունը Ռուսաստանից ի օգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի, չէ՞։ Դրանք ձևական բաներ են, որոնք ես որի արդյունքների ռուսական նավթամթերք են բերելու, բայց միշտ Ադրբեջանը։ Այո, սա սենց ասեմ դες, էլի, ես քանի որ սա այնքան արհեստական process է, ես չեմ հավատում, որ դա կյանքի կոչվի։ Անկեղծ եմ ասում։ Իհարկե, եթե իշխանությունը վերարտադրվեց, այս իշխանությունը ամեն ինչ անելու է, որտեղ իր գոյության խնդիրը կապում է այս շրջանակների հետ։ Բնականաբար ինքը ամեն ինչ անելու է Հայաստանի պետականության հաշվին։ Դա միանշանակ է։ Բայց քանի որ ես համոզված եմ, որ մյուս տարվա մեջ այդ process-ը կանգ է առնելու, այս ամեն ինչը, որ ես անվանում եմ կապիկություն, որովհետև ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի էներգոհամակարգը շահկապել Թուրքիայի հետ։ Իդեպ այս վերջերս այդ Սամվել Կարապետյանից որ վերցել էին այդ բանը, այդ պատվիրակությունը Թուրքիա էր գնացել բանակցելու։ Սա չեն էլ թաքցնում այդ ամեն ինչը։ Սա մեծագույն խայտարակություն է մեր ժողովրդի համար, մեր հասարակության համար, բայց ես նույնպես եմ պատմում, սա կյանքի կոչելը շատ դժվար կլինի, որտեղ մարդկանց հիմարացնել այդ աստիճանի, կարելի է հիմարացնել ինչ-որ մարդկանց ինչ-որ ժամանակ, կարելի է հիմարացնել մի փոքր մարդկանց հավերժորեն, բայց մեծ հասարակության դուք տվեք չհամաձայնել ձեզ հետ։ Չէ, սրանց 5-6 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ սրանք Արցախը կհանձնեն, ոչ միայն կհանձնեն ճանաչեն Ադրբեջանի մաս, ոչ միայն ճանաչեն շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Արցախի հարցը լուծված է, Հայաստանի հարցը լուծված է, Ադրբեջանի հարցը լուծված է։ Արցախի հարցը ո՞նց է լուծել։ Իսկն հանձնելով, հայաթափելով, եթե այդպես լուծում էր, կարելի էր Հայաստանը ընդհանրապես այդ process-ից դուրս գալ, Հեյդարի տղան կլուծեր այդ հարցերը առանց Հայաստանի։ Ես մի բան եմ ուզում ասել, որ անկախ ամենից անընդհատ բերելով են վերսիան, որ հայ հասարակությունը անդադ այսպես ասած պատրաստ չէ, դա թե ինչ չի իրական։ Հայ հասարակությունը միշտ էլ բնշող մեծամասնությունը իմ հասկանում է ինչա կատարվում։ Պարզապես այդ հասարակության հետ աշխատող այն ուժերը, որ պետք է կարողանան այդ խնդիրները հաշվառելով հանրային տրամադրությունները կյանքի կոչեն, այդ ուժերը չեն կարողանում այդ խնդիրը լուծել։ Տեսեք, 22 թվականին փորձ եղավ, 23 թվականին փորձ եղավ, 24 թվականին փորձ եղավ, այս տարի ոչ մի փորձ չեղավ։ Ինչու՞։ Որովհետև թույլ տվեք ես եղավ փորձի ակնկալիք, սպասելիք Սամվել Կարապետյանից։
Հիմա մի թեմայի վրա շատ երկար չմնանք, գանք ընդդիմությանը, ես հենց այդ թեմային էի պատրաստում, հա։ Տարվա կեսին ամռանը Սամվել Կարապետյանը արեց հայտարարություն, եկեղեցուն աջակցող եւ այդ մարդուն ապօրինի կալանքի տարան։ Հիմա արդեն մի քանի ամիս է, 5-6 ամիս է կալանքի տակ է գտնվում։ Կրկնում եմ ապօրինաբար։ Եվ Սամվել Կարապետյանի գալը, այսինքն քաղաքական process-ների ներգրավվելը ակնկալիք առաջացրեց մարդկանց մոտ, որ հիմա այս անդիմադիր մի հատ նոր ալիք կձևավորվի, համարելով որ Սամվել Կարապետյանը անվանի հայ գործարար, բարերար է, տասնամյակներով տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել Հայաստանի համար առանց որևէ եկամուտ սկզբնա միջև հեծը Հայաստանը այդպես լուրջ բիզնես էլ չունեն, հա, ունենալու եւ ձևավորվեց շարժում, որը նաեւ քաղաքական է ի վերջո դառնալու ենթադրում եմ ընտրություններին մասնակցելու հայտարարվեց, բայց այդ ամբողջ կոպիտ ասած շուխուր շամաթայի մեջ պարզվեց, որ ձևավորվում է ընդհանրապես մի կուսակցություն։ Այսինքն ինքը չդարձավ անդիմությանը ներգրավող բոլոր անդիմադիր ուժերին իր շուրջը համախմբող, այլ դարձավ շարքային մի կուսակցություն։ Հա, հիմա ավելի շատ հնարավորություններ ունեցող ֆինանսական, նյութական, քաղաքական աջակցության իմաստով հաշվի առնելով, որ պարոն Կարապետյանը նաև Ռուսաստանի քաղաքացի է եւ ռուսական շրջանակների հետ ակտիվ հարաբերություններ ունի, բայց այնուամենայնիվ դա դարձավ կոնկրետ մի քաղաքական միավոր, ոչ թե Փաշինյանի դեմ ճակատ։ Հիմա անդիմադիր դաշտին էլ քննարկենք 2025-ին, ինչ ձևով է ավարտում տարին ընդդիմությունը։ Տեսեք, դուք բերեցիք այդ օրինակը, ես ասացի, որ փաստացի ոչ մի բան չկատարվեց, դուք դա օրինակը բերեցիք։ Ես ակնկալիք կար։ Տեսեք, ակնկալիք կար եւ 22 թվականին, եւ 23 թվականին, եւ 24 թվականին Բագրատ Սրբազանի շարժումից, եւ 25 թվականին ձեր ասած, բայց ակնկալիքը դա ոչ մի բան չնշանակում, որովհետեւ ակնկալիքը դա այսրոպեական մի հատ կայացնման բան է ու անցնում գնում է, այսինքն ինստիտուցիոնալ մակարդակի լուրջ համակարգված աշխատանք չի եղել Հայաստանի պատմության մեջ։ Ինչի չի եղել, որովհետև դուք ճիշտ եք ասում, որովհետև մարդկանց մոտ կորպորատիվ մտածողություն չկա։ Մարդիկ մտածում են, որ այ եթե ինքը սարքի, ինքը հաջողության կասնի, այ Բորիսը չի հասնում, որովհետև Բորիսը վատնա կամ բան չի, այ որ ես անեմ, ես կհասնեմ, Ստեփանները չի հաջողվի, Բորիսն չի հաջողվի, Պողոսն, բայց եթե ես անեմ, ես կհաջողվի, սա ոնց քեզ ասեմ, էլի, ողբերգություն է այդ մտածողությունը։ Դա գաբռական մտածողություն է։ Լավ, հիմա ես մի բան ասեմ, դες լսել ես դուք եք։ Նայեք, ես մի բան ասեմ։ Անդիմադիր ուժի ներկայացուցիչ։ Տեսեք, ես մի հատ բան ասեմ, իմ ընկերը Թիֆլիսեցի մի հատ ընկեր ունի, որ դասարանցի էր։ Ես հիմա ձեր բոլոր ընկերները Թիֆլիսեցի են։ Հա, ինչ որ է, իր մայրը ինձ շատ լավ ձևակերպում էր տալիս։ Ինձ ասում էր, գիտես ինչ ասում է, ինչով են տարբերվում բանը Թիֆլիսեցիներն ու երևանցիները, վրացիները եւ հայերը։ Ասում է, երբ որ Թիֆլիսից գյուղացին գնում է ապրում է Բաթումում, ինքը դառնում է քաղաքացի, երբ որ գնում է դառնում է, ասենք, բան, Քութայիսի, դառնում է քաղաքացի, երբ որ հետո Քութայից փորձում է վերադառնալ Թիֆլիս, ինքը դառնում է արդեն կոսմոպոլիտ վրացի, որտեղ վրացիները գիտես որ տարբեր ազգություններից են բաղկացած։ Այսինքն ինքը ասում է վրացին ինքը մի քանի ստադիայով է անցնում, վրացին անցնում է գյուղացին, գնում է դառնում է մի հատ քաղաքացի Բաթումում կամ Քութայիսում, հետո դից որ գալիս է Թիֆլիսի է դառնում, ինքը արդեն քաղաքացի դարձել դառնում է կոսմոպոլիտ վրացի, այսինքն իր ազգությունը իր մեջ հաղթահարում է, ինքը դառնում է մաքուր վրացի, չի ասում որ ես մենգրել եմ կամ սվան եմ, հասկանում եք, չէ՞։ Եվ այդ իմաստով ինքը քաղաքային ավանդույթները ինքը իր մեջ ներծծում է, բացի այդ քանի որ Թիֆլիսն էլ միշտ եղել է Անդրկովկասի կենտրոնը եւ ունեցել է մեծ քաղաքային ավանդույթներ, որտեղ շատ մեծ ներդեր են կատարել նաեւ հայերը եւ նաեւ մասամբ նաեւ ռուսներն ու հրեաները։ Եվ այդ իմաստով Թիֆլիսը դառել էր քաղաք արդեն 150 տարի է ինքը լուրջ մակարդակի քաղաք էր դարձել։ Քանի որ Հայաստանում այդ process-ը չի եղել, Հայաստանում ինքը շատ լավ ձևակերպում էր տալիս։ Գյուղացին որ գալիս է Երևան, դա միակ լուրջ քաղաքը դա Երևանն էր, ցավոք սրտի։ Քանի որ գյուղացին գալիս էր Երևան եւ փաստացի քանի որ իրանք շատ էին եւ այդ մեծամասնությունը իրանք ուզում էին կտրվել իրենց գյուղական արմատներից, բայց քաղաքացի չէին դառնում։ Իրանք երևանցի չէին դառնում, բայց գյուղական արմատը կտրվում էին։ Ասում եմ, այդ մարդկանց ես անվանում եմ գեղացի։
Գեղացին ոչ Երևանցի է, ոչ քաղաքացի է, ոչ էլ գյուղացի է։ Ինքը այն մարդն է, որը գյուղական արմատից կտրվել է, բայց քաղաքացի չի դարձել։ Նոր արմատ չի գցել։ Նոր չի գցել։ Եվ այս մեր քաղաքական վերնախավի մեծ մասը հենց այդ մարդիկ են։ Այդ դա ողբերգությունն է, բայց դա փաստ է։ Եվ դրա համար այդ մարդիկ չնել կարա հասկանա, իրան կարող են Լոնդոնում սովորեն, իրանց երեխաները կարող են Փարիզում։ Պարոն Բոզյանի, լսեմ, ասեն դուք հասկանում եք դուք անեիք։ Չէ, ես դες ճիշտ նախընտրել եմ, Բորիս ջան։ Ես համաձայն եմ, ես պետք է մեծ խելք ունենայի, ասենք մեծ կապիտալ սկզբնական կապիտալի կուտակում հաստատվեի, միլիարդներ աշխատեի ժամանակին, եւ այդ արվեստը չեմ ունեցել եւ փաստորեն իմ ծնողները երևի ճիշտ դասերակցություն չեն տվել, որ ես կարողանայի այսպես ասած հասնեի դրան նպատակին, դրա համար միգուցե չեմ արել կամ Ստեփանը չարել կամ դու չես արել կամ շատերը չեն արել, հա։ Ես ինչ եմ ուզում ասեմ, ես չեմ ուզում Ես հենց ժամանակ ունեմ կապիտալ կուտակել։ Ես չեմ մեղադրում այդ մարդկանց։ Խնդիրը գիտեք ինչի մեջ է։ Տեսեք, երբ մարդը որ հասնում է մի հատ նպատակի, օրինակ եթե մարդը օրինակ ասենք մի հարցում լավ մասնագետի, դա չի նշանակում ինքը բոլոր տեղերում ինքը մասնագետ է։ Ասենք դու լավ լրագրող ես, բայց եթե քեզ տանեն ասենք օրինակ Բայկանուր դու քեզ ուզենան ասենք կոսմոս ուղարկել, կարող է դու կարող է վարիտաս ռակետա հաստատ։ Ինչ եմ ուզում ասել, տեսեք, Վրաստանում կա երկու օրինակ, երկու միլիարդատերների օրինակ, Բադրի Պատրիցիկաշվիլի եւ Իվանիշվիլի օրինակները։ Բադրի Պատրիցիկաշվիլին ինչ ասաց, ասաց ես գալիս եմ հիմա մի հատ մեծ քաղաքական ուժ եմ սարքելու եւ Սաակաշվիլի գլուխը ջարդելու եմ ու գալու եմ իշխանության։ Եվ իրան աջակցեց այն ժամանակ վրաց եկեղեցին, ասեմ պաշտոնապես աջակցեց։ Ինչ արեց իշխանությունը Սաակաշվիլին։ Մի անգամից քրեական գործ բացեց իր վրա եւ իր կուսակցության վրա, ստիպած ինքը փախավ որպեսզի չբռնվի եւ ըստ էության մարդիկ տեսան, որ այդ ուժը, որում Բադրի Պատրիցիկաշվիլին 12 միլիարդ դոլարանոց տղա էր։ 12 ամենաաշխարհի ամենահարուստ վրացին էր ինքը։ 12 միլիարդ։ Ինքը մտածում էր, որ միլիարդների քանակը դա ուղիղ համապատասխան է ուր է գալիս, ուզում եք ասեք Սամվել Կարապետյանը չստացվեց։ Ես դա չեմ ասում, ես ուրիշ բան եմ ասում հետեւյալը։ Ուրեմն խելոք քաղաքական գործիչները դա ոչ նախկին ռեգալիաներով կպայմանավորված, ոչ էլ կապիտալի քանակով։ Խելոք քաղաքական գործիչները այդպես ասած իրանց վարկանիշը եւ ուժը պայմանավորված է իրանց այսպես ասած իմաստությամբ, շատ կարևոր բան եմ ուզում ասեմ, շատ կարևոր։ Տեսեք, դու ասացիք, որ Ստեփան Դեմիրճյանը sense բան ասեց, չէ՞, այն ժամանակ։ Ինչի, որտեվ Ստեփան Դեմիրճյանը Կարեն Դեմիրճյանի դպրոցն անցած անձնավորություն էր։ Դա շատ կարևոր է, որ մարդը խելոք, կարաս դու խելոք լինես, բայց իմաստուն չլինես։ Ամենակարևորը իմաստուն, տեսեք, օրինակ Բադրի եւ Իվանիշվիլի տարբերությունը ինչի՞, Իվանիշվիլին իմաստուն է, դա իմաստուն դարձավ, որտեղ տեսավ Բադրի օրինակը։ Բադրին տեսավ, որ ինքը մենակ գնաց եւ ամենը 7% ստացավ եւ ոչինչ բան չհասնեց եւ ըստ էության ինքը մահացավ շատ բանի անհայտ պայմաններով Լոնդոնում, Մեծ Բրիտանիայում, իսկ Իվանիշվիլին արդեն 12 թվականից ինքը իշխանության մեջ։ Ինչու՞։ Ամոզան գանք մեր Հայաստան, ինչ է անդիմության դաշտում, անդիմության դաշտում մի խնդիր կա։ Մարդը պետք է կարողանա իր մեջ ունենա իմաստություն, կարողանա բոլորին կոնսոլիդացնել։ Ով այդ իմաստությունը ունեցավ իր մեջ, ինքը կհասնի։ Մա դուք համաձայն եք, որ մեր ձևովը հնարավորություն ուներ համաանդիմադիր հարթակ միավոր դառնալու, բայց դարձավ քաղաքական կոնկրետ մի ուժ։ Այո, այո։ Դա ակնհայտ։ Անդիմության մասով ինչ կասեք։ Կարին ոնց է ապոփում անդիմությունը։ Քանի որ Երևանը քաղաքակրթական խնդիր դրեց եւ դրանով եկավ պատասխանին։ Տեսեք, ընդհանրապես մշակույթը ինչու է քաղաքականությունը կոչվում քաղաքականություն, չէ՞։ Քաղաք բառից է, չէ՞։ Բոլոր լեզուներով քաղաքականությունը քաղաք բառից առաջանում։ Այսինքն քաղաքում առաջանում է մի մշակույթ, որը կարողանում է ինչ-որ քաղաքականությամբ զբաղվել, հա, այսինքն այդ մշակույթը։ Այսինքն այդ մշակույթը կարող է առաջանալ միայն քաղաքում։ Այո, քաղաքում, պոլիսներում, մեծ պոլիսներում։ Ընդ որում, հա, տնտեսական կարևոր հանգույց հանդիսացնում։ Եվ դա սկսվում է նաև միջանձնային հարաբերություններից։ Տեսեք, Երևանում մարդիկ իրար դիմելու ձևը չունեն։ Դիմում են ձաձա, ծոծա, քերի, մորքուր, բան, չան ծանոթ մարդիկ։ Այսինքն միմյանց դիմելու քաղաքային մշակույթ չձևավորվեց մայրաքաղաքում միլիոնից ավել բնակչություն ունեցող։
որը խայտարակություն է։ Այսինքն սա միջանձնային հարաբերությունները քաղաքի առումով կարգավորված չեն։ Եթե միջանձնային հարաբերությունները քաղաքի առումով կարգավորված չեն, բնականաբար եւ կորպորատիվ բիզնես չի առաջանա, հարաբերությունները չի կանոնակարգվի եւ նաեւ քաղաքական կուսակցություններ միավորումներ չեն առաջանա, որտեղ միջանձնային կորպորատիվ հարաբերություններ լինեն։ Հիմա Հայաստանի կուսակցությունները, որ մենք նայում ենք, կամ անձի վրա են հիմնված, կամ ինչ-որ մի քանի հոգու վրա են հիմնված եւ հիմնականում հետապնդում են տնտեսական շահեր։ Այսինքն կորպորացիա չեն կարողանում ձևավորել։ Կարող է տնտեսական շահերը չեն բանանում, կարող է իրանց անձնական դեպի մենակ տնտեսական շահի խնդիր չի։ Անձնական, այո։ Մենք ունեցել ենք օլիգարխիա, կարող է ունենանք ընտանիքապետություն, հիմա ունենք օխլոկրատիա, ամբողջաբարություն եւ այսինքն այդ բոլոր փուլերով երևի պետք է անցնենք հույս ունենալով, որ հետագայում, եթե Հայաստան մնա, արդեն մենք դասեր քաղենք, բայց ես կարծում եմ մենք դասեր չենք քաղել, որովհետեւ հիմա էլ մենք դասեր կքաղենք։ Այդ առումով ինչ պետք է անել։ Առաջինը կորպորատիվ հարաբերություններ եւ երկրորդ ամենակարևոր բանը հանրության մեջ կան կարևոր խնդիրներ։ Ասում են, եթե դուք գաք իշխանության, մեզ հստակ ասեք, Ղարաբաղը բերելու եք, Ադրբեջանի հետ հարաբերությունները ոնց է կառուցելու, Ռուսաստանի հետ ոնց է կառուցելու, մեծ մասը վախենում են Ռուսաստանի անուն տալ, որտեղ նման մթնոլորտ են ձևավորել, Արևմուտքի հետ ոնց է հարաբերություններ կառուցելու եւ Արևմուտք ասելու ինչ նկատի ունեք։ Ասենք Լեպենի արևմուտքը, Բայդենի արևմուտքը եւ այլն, եւ որն է Հայաստանի շահերը եւ ապագայի նախագիծը։ Շատ մարդիկ հանրության մեջ այս հարցերի պատասխանն ուզում են լսել։ Հիմա պարոն Դանիելյան, դուք հետևում եք քաղաքական process-ին, բայց կարծում եմ անուշադրության եք մատնում կարևորագույն հարցեր։ Ընդդիմության մեջ օրինակ եղավ առաջարկ, ինչի՞ չեղավ, օրինակ օկուպացիոն տարածքները վերադարձնելու մասով ասցին Թրամփի անունով ենք անվանակոչելու ու դա հետ ենք բերել։ Արցախը կարող եմ, չէ՞, Արցախն էլ այդ կոնցեպտով լուծել։ Բայց ինչի համար նման առաջարկ արեցին, որովհետև Թրամփի մոր անունով կդնենք, որովհետև մենք ունենք մի վարչապետ, որը գնացել է Սյունիքի մի մասը անվանել է Տրամփի ճանապարհ եւ ասել է Տրամփը ուզի իր անունը պատմության մեջ լինի եւ թույլ չտա, որ ադրբեջանցիները հարձակվեն Սյունիքի վրա։ Ինքն էլ ասում է, դե գարա Արցախի հարցն էլ լուծելու համար կամ ջերմուկի հարցը, եկեք ասենք Տրամփի, չգիտեմ, արգելոց։ Տրամփի արգելոց, մյուսը կասի եկեք Ամուսարի անունը դնենք Իվանկա, Լեռները անվանենք Մելանիայի անունով։ Գիտեք, ես Սիսկո Մասիսը հիմա այս օրինակը Մելանիայի Սիսերը։ Բայց ամբողջ հարցը, եթե մենք նայում ենք Հայաստանի քաղաքական խոսակցությունները այդ մակարդակի են։ Ես մի ձևակերպում ասեմ, Հայաստանի Չէ, բայց քաղաքական սա, գիտեք ինչ, ես զարմանում եմ ներողություն բանոց, ես զարմանում եմ պրիմիտիվության աստիճանի վրա, Հայաստանի քաղաքական դաշտում կամ չասեմ, զգալի մասը, կամ պրիմիտիվություն է, կամ էմոցիա, այսինքն ես ավելի ամբողջական ձևակերպում Հայաստանի քաղաքական դաշտը իրանից ներկայացնում է մեծերի մանկապարտեզ, որտեղ այդ մեծերը մանկապարտեզի մակարդակով կոսույթներով են հանդես գալիս։ Մեծերի մանկապարտեզ կարծեմ գժանոց են ասում։ Դե չեմ ուզում ավելի հեռու գնամ այս բաներին, բայց ձեր գնահատականը։ Սենց մի հատ խոսք է, էլի, ասում է, եթե հոգեբուժական պալատում 2 նապալյուն կա, նորմալ է, բայց եթե բոլորն են նապալյուն, դա արդեն նորմալ չի։ Այո։ Նորմալ չի լինի, եթե հոգեբուժարանում նապալյուն չլինի։ Ես Այստեղ լավ հարց է։ Аз ձեզ ասելու դուք արդեն քաղաքագետներ չեք։ Ես վիրավորելու խնդիր չունեի, անկեղծ եմ ասում։ Ես մանկապարտեզը դա նորմալ տեղ է, որտեղ երեխաները այսպես ասած նորմալ տեղ է, բայց որ մեծերն են գնում մանկապարտեզ է անոր։ Հայաստանում ցավոք ասելու են դուք քաղաքագետներ չեք միայն, դուք նաև կուսակցության քաղաքական ուժի ներկայացուցիչներ եք։ Ումից եք դժգոհում, դուք առաջարկ անեիք, դուք գայիք ժողովրդին լավ առաջարկ անեիք, քաղաքական դաշտը փոխեիք, ինչ չեք արել։ Փորձելու ենք։ Մի ամբողջ 2025 Ասեմ ձեզ, որ մենք փորձելու ենք, որովհետև իսկապես մեր համար ես երկրի ապագայի համար պատասխանատվությունը թիվ 1 խնդիրն է, որովհետև մեր համար ինքնանպատակ չի ինչ-որ կուսակցության անդամ դառնալը։ Իմ համար գոնե Ստեփանի համար շատ լավ գիտեմ, մեր համար այդ կուսակցական լինելը դա այսպես ասած միջոց է, ոչ թե նպատակ։ Նույնիսկ կհամարեմ, որ ծաղելի բան, եթե մարդու կյանքի նպատակը լինի կուսակցական դառնալը կամ ազգային ժողովի պատգամավոր դառնալը, անկեղծ եմ ասում ես, որը ես երբևիցե ոչ ես ոչ Ստեփանը երբևիցե այդպիսի ձգտումներ չենք ունեցել, չերեւ տենցպիսի հնարավորություններ ունեցել ենք ժամանակին
կարող ենք այդպիսի հայտեր ներկայացնել, բայց ես նորից եմ կրկնում, քանի որ այս երկիրը այս վիճակի մեջ է, իր կողորա չվերցնել ինչ որ կոլումայի չափ ինչ որ դեր չկատարել, դա կլներ ուղղակի անպատասխանատու երևույթ եւ ըստ էության մենք չենք կարող բարոյական իրավունք ունենալ այսպիսի գնահատականներ տալ։ Ես իմ կյանքում երբեք կուսակցական չեմ եղել, արդեն 2 ամիս է որ կուսակցական եմ դառել։ Ինչի համար եմ դառել, հա, որովհետեւ երբ որ մենք անդադ քննադատում ենք, խոսում ենք եւ այլն, մարդիկ են ասենք կոմենտների տակը գրում հերիքա խոսացեք, գնացեք գործ արեք, հերիքա բանանեք, հոգնել ենք եւ այլն։ Եվ ես հասկացա, որ փոխանակ մյուսներին ասես սա արա, նա արա, եկեք փորձեք մենք արենք եւ մենք ինչ ենք անում, մենք այս հարցերը քննարկում ենք ոչ միայն եթերում, մենք քննարկում ենք, նաեւ փորձում ենք ծրագրեր կազմել, ոչ թե փորձում ենք, այլ կազմում ենք եւ այն ինչ որ մենք խոսում ենք, դա հենց այնպես չէ, դա ամեն օրվա աշխատանք է, ուսումնասիրում ես, ամեն օր հետևում ես, փաստաթղթեր ես կարդում, հետազոտություններ ես կարդում, հետևում ես ինչ է կատարվում եւ քո հետևանք եզրակացություններն ես անում, որը բնականաբար մենք թղթի վրա դնելու ենք, հանրությանը ներկայացնելու ենք, սա է քաղաքական գործունեությունը։ Ես ուղղակի մի հատ բան ուզում եմ ավելացնել, տեսեք, ես լրիվ համաձայն եմ եւ Ստեփանի հետ եւ քո հետ փորից, որ ընդհանրապես քաղաքական ուժը կուսակցությունը պետք է ունենա այլընտրանքային օրակարգ, թե ինքը ինչպես է պատկերացնում երկիրը զարգացնելու համար։ Ես մի փոքր մոդել վերցնեմ, ասենք նույն Մայր Հայաստանի խմբակցությունը բանում Երևանի ավականում, երբ որ գնաց տրանսպորտի գնի հետ կապված խնդիրը, ինչ արեց Մայր Հայաստանը։ Ինքը վերցրեց Թբիլիսի քաղաքի տրանսպորտի համակարգի մոդելը, ներկայացրեց թե ինքը ինչ գնային համակարգ է աշխատում եւ ինչ հնարավորություններ կար, եւ ինքը առաջարկեց ալտերնատիվ տարբերակ։ Այսինքն Մայր Հայաստանը ոչ թե ինքնա քննադատում էր պրոստը վերացական, որ դուք վատ եք աշխատում, այլ ինքը ալտերնատիվ բան առաջարկեց, որը չանցավ իհարկե, բայց ես կարծում եմ, որ քաղաքական ուժը բոլոր հարցերի վերաբերյալ եւ Ղարաբաղի վերաբերյալ եւ Զանգեզուրի հետ կապված եւ Հայաստանի անվտանգության հետ կապված եւ տնտեսական զարգացման հետ կապված եւ հարկային քաղաքականության եւ առողջապահական համակարգի հետ կապված եւ բոլոր տիպի հարցերի վերաբերյալ պետք է ունենա իսկապես այնպիսի ծրագիր, որը հասկանալի կլինի հասարակ մարդու համար եւ մարդիկ կտեսնեն թե ինչ հայցակարգ է ներկայացնում քաղաքական ուժը եւ ինչ հերանեկար է տեսնում Հայաստանի զարգացման համար։ Բացի այդ, ես համոզված եմ, որ իսկապես մի քաղաքական ուժ միայնակ չի կարող այդ խնդիրը լուծի։ Պետք է կորպորատիվ, այսպես ասած, շահերի տրամաբանության մեջ մեծ կոնսոլիդացիա լինի, որպեսզի այդ կոնսոլիդացիայի միջոցով մարդիկ տեսնեն ուժ, մարդիկ տեսնեն, որ կա այդ ուժը եւ հնարավորություն, որ այդ խնդիրը կարողանանք լուծել։ Եվ սա եմ ուզում ասեմ, որ եթե մենք Ստեփանի հետ ունենայինք այն հնարավորությունները, որ շատերը ունեն, ես նկատի ունեմ քո ասած միլիարդները կամ բաները, ես համոզված եմ, որ վաղուց Հայաստանում ամեն ինչ փոխված կլներ։ Սա է խնդիրը։ 2025 թվականի ընթացքում ամենակարևոր իրադարձություններից մեկը օգոստոսի 8-ի այդ Վաշինգտոնյան հանդիպումն էր, ստորագրված փաստաթուղթներ, իշխանությունները հայտարարեցին, որ վերջ, այլևս խաղաղությունը հաստատված է, խնդիրներ չեն լինելու, բայց Ալիևը շարունակեց իր օրակարգը առաջ տանել։ Եվ ըստ էության Ալիևի խոսույթը բացահայտեց մի բան, որ ետնաբեմում այդ օգոստոսի 8-ի հանդիպման, բացի նրանից, որ ստորագրվել իր այդ գեղեցիկ նկարվել են, Ալիևը շարունակել է իր պահանջները դնել եւ Հայաստանի իշխանությունը կարծեք թե այդ պահանջների դեմը առնելու տարբերակ չունի։ Իսկ ո՞րն է այդ պահանջը։ Պահանջներից գլխավոր սահմանադրության փոփոխություն եւ այսպես կոչված ադրբեջանցի փախստականների այսպես կոչված վերադարձ Հայաստան, հա։ Եվ ինչ եղավ, սահմանադրության փոփոխության մասով Նիկոլ Փաշինյանը տարվա ավարտին հայտարարեց, որ ինքը պատրաստվում է այդ սահմանադրությունը փոխել ընտրություններից հետո, այսինքն սա ինչ որ իմաստով ուղերձ էր Ալիևի, որ շանս տուր ընտրվեմ, մի խանգարեք։ Ոչ թե շանս տուր, այլ աջակցի։ Աջակցի մի խանգարյա ընտրվեմ, հետո ինչ խոստացել եմ կանեմ, բայց Ալիևը շարունակեց նաև մեկ այլ պահանջ դնել, այդ այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձը։ Եվ իբրև թե խաղաղություն հաստատած Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ շաբաթներ առաջ կառավարության նիստում ինչ հայտարարեց, ասաց, որ ինքը առաջարկում է Ադրբեջանին փոխադարձաբար հրաժարվել, Հայաստանը հրաժարվի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձից, իսկ Ադրբեջանը հրաժարվի արևմտյան ադրբեջանցիների վերադարձից։
Սա անպատկերացնելի զիջում է, որովհետև ոչ միայն զիջում, սա անպատկերացնելի հանցագործություն է, որովհետև Ղարաբաղյան հարցը 35-36 տարվա կոնֆլիկտ է եղել։ Այդ կոնֆլիկտը միջազգային ֆորմատով բանակցվել է, քննարկվել է, Մինսկի խումբ է եղել, աշխարհակաղակական կարևորագույն կենտրոններ են համանախագահել այդ Մինսկի ֆորմատը, այսինքն Ղարաբաղի հարցը կոնֆլիկտ էր, որը միջազգային հարթակներում արևմտյան Ադրբեջան ասվածը եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ ասվածը դա Ալիևի աշխատակազմից երբեք դուրս չի եկել, այսինքն Ադրբեջանի տարածքից դուրս չի եկել եւ փաստորեն մենք հասանք նրան, որ իբր խաղաղություն ստորագրած Նիկոլ Փաշինյանը 2025-ի ավարտին Արցախահայերին իրենց իրավունքներով հանդերձ, իրենց տասնամյակների պայքարով հանդերձ հավասարեցրեց ընդամենը 2-3 տարի առաջ մտածված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Ես պատճառը ասեմ, պատճառը շատ պարզ է։ Կար կոնֆլիկտ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չէ՞։ Կոնֆլիկտը ինչ որ ձևով փորձել է լուծվել, կամ ինչ որ լուծվելու process-ի մեջ է։ Այդ կոնֆլիկտները սովորաբար լուծվում են այն ժամանակ, երբ որ դու ունենում ես կոնֆլիկտի միջնորդ եւ երաշխավորների ինստիտուտ։ Եթե չկան միջնորդներ եւ երաշխավորների ինստիտուտներ, ապա այդ կոնֆլիկտը հավերժ գնալու է եւ ուժեղը կլանելու է մինչեւ վերջ թույլին։ Այսինքն, կոպիտ ասած, այս իշխանությունը ամեն ինչ արեց, որ այն իրական երաշխավորները, որ կարող էին լինեին, դրան չնեն։ Որի արդյունքում սա սկուտերի վրա նվեր էր Ադրբեջանին։ Եվ Ադրբեջանը ուղղակի զարմանքով ստանալով այդ նվերը, ինքը անընդհատ զիջումներ է պահանջելու։ Անընդհատ ամեն վարքյան դա անխուսափելի եւ հավերժ բնույթ է կրելու, որովհետեւ կոնֆլիկտը կա ֆիզիկայի օրենքներ կան, ֆիզիկայի Նյուտոնի երկրորդ օրենքին ինչ ասում, մարմինը շարժվում է ճնշման արդյունքում, չէ՞։ Հիմա եթե այդ կոնֆլիկտի մեջ փաստորեն չկա միջնորդ, չկա երաշխավորներ, ապա այդ կոնֆլիկտում ուժեղ կողմը մինչև վերջ գնալու կլանելու է փոքրին։ Դա շատ տրամաբանական խնդիր է։ Այստեղ կներեք, խելք պետք չի հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին փորձում է խաբի։ Ինչի՞ է ուզում բոլորին խաբի, որովհետև ինքը ունի իշխանություն պահելու խնդիր։ Ինքը այն երկիրը, որ կարա երաշխավորի ինստիտուտ դառնա, այդ երկիրը շահավետ չի պարզապես, որովհետև դա հակասում է իր իշխանության պահպանման օրենքին։ Արդյունքում ինքը փորձում է ամեն ինչ անի, որ երաշխավոր ինստիտուտ, ինքը մանեկավ երաշխավորներ դրսում, պարզեց որ չկան այդպիսի երաշխավորներ։ Տրամպն էլ այդտեղ դիտորդի կարգավիճակով է օգոստոսից, ինքը երաշխավոր չի։ Ինքը մոմպաղն է։ Ինքը անկեղծ մարդը ասում է, որ ես դիտորդի դերում եմ կատարում, բարի կամքի դրսևորում եմ ցույց տալիս, եւ սա պարզ խնդիր է, այսինքն այստեղ ավելին կարամ ասեմ, Միացյալ Նահանգների փորձագետները նշում են, որ մեզ դա շահավետ չի, որ նույնիսկ այն շրջանակները, որ ինք հիմա սպասարկում են Տրամպի այսօրվա վարչակազմին, իրանք ասում են մեր շահավետ խաղաղությունը հաստատվի, բայց մենք շահագրգռվածություն չունենք ոչ Ռուսաստանին, ոչ Թուրքիային ուժեղացնելու։ Տարբեր պատճառներով Ռուսաստանը, որովհետև Եվրասիան մեր մրցակիցն է, իսկ Թուրքիան բանի այդ Մերձավոր Արևելքում Իսրայելի պոտենցիալ հակառակորդն է եւ մենք երկուսներ շահագրգռվածություն չունենք, քանի որ չունենք եւ քանի որ օբյեկտիվորեն չեն կարող ներգրավել իրենց անվտանգության հայեցակարգի մեջ մեր տարածաշրջանի մասին ոչինչ չկա։ Այսինքն դա նշանակում է իրանք մենք չունենք ոչ մի կարմիր գիծ եւ ոչ մի բան, մենք պարզապես այս խնդրեմը պատրաստ ենք վաճառենք ինչ-որ մեկին, վաճառենք Թուրքիային կամ վաճառենք Ռուսաստանին, ով ցանկանա, այսինքն մենք չունենք հետաքրքրություն ստեղ։ Իրանք չեն թաքցնում դրա մասին։ Հիմա երբ որ այս մարդը Տրամպի նկարը վերցնելով փորձում է մարդկանց խափի, եւ եթե հասարակության ինչ-որ զանգված կա, որ խափնվում է դրա մեջ, դրա գլխավոր մեղավորը Փաշինյան մենք ենք։ Մեր հասարակությունը եւ մեր քաղաքական վերնախավն է։ Սա է խնդիրը։ Ասեմ ինչա կատարվել։ Ուրեմն 90-ական թվականների, մինչև 90 թվականին Ադրբեջանում կային 450,000 հայ։ Հայաստան կար կարծեմ 170,000 ադրբեջանցի։ Եվ Արցախի խնդիրը կար։ Այդ 400,000-ից 120-ը, 130-ը Արցախում էր ապրում։ Երբ որ Ղարաբաղի հարցը բացվեց, տեղի ունեցավ արտագաղթ, հա, Հայաստանից 170,000 արտագաղթեցին, Ադրբեջանից մոտ 300,000 ավել, այդ թվում նաև Շամյանի շրջանից, որոնք բնիկ բնակիչներ էին։ Մնացածը հիմնականում Բաքվից էին։ Բաքվի, Կիրովաբադի, ու մի քիչ Կիրովաբադ։ Հիմա տեսեք, երկու կողմից բնակցություն է դուրս եկել եւ կար Արցախի հարց, որի շուրջ process-ներ էր գնում։ Հիմա Ադրբեջանը, երբ որ Արցախի հարցը իր ձևով լուծել է,
Միջազգային հանրությունը այդ հարցը դնում է։ Ինչի է միջազգային հանրությունը արցախցիների վերադարձի հարցը դնում, որ ճնշում ունենա Ադրբեջանի վրա ինչ որ բաներ ստանալու համար, ոնց որ 15 թվականի ցեղասպանությունը, ով որ Թուրքիայի հետ խնդիր ուներ, բարձրացնում էր ցեղասպանության հարցը, իրեն ստանում էր, մեկ էլ այդ հարցը նորից դնում էր հաջորդ անգամ բարձրացնելու համար։ Հիմա դրսի ուժեր կան, որոնք Ադրբեջանի վրա այս հարցի վրա ուզում են խաղան։ Եվ Եվրոմիության այդ բանը որ կնքվեց Հայաստանի միջև, հենց հատուկ իրենք այդ բանը մտցրեցին արցախցիների վերադարձի հարցը։ Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում։ Ինքը դնում է արևմտյան Ադրբեջանի Հայաստանի հարցը, որ ադրբեջանցիներ կամ պետքա վերադառնան, այն նպատակով, որ դա հակակշռի արցախցիների հարցին։ Եվ եթե ասում են եւ դրա համար, այդ ծրագիրը իրականացնելու համար, այս գործող վարչապետը Ադրբեջանի ծրագիրը հանրայնացնում է, լեգիտիմացնում է, ասում է գիտեք, եկեք ադրբեջանցիների հարցը մենք փակենք, որոնք մի մասը 88 թվականից է գնացել, մի մասը 50-ական թվականներից, հա, սովետական միության ծրագիրներն է, եկեք այդ հարցը հավասարակշռենք իրար։ Երբ որ Եվրոմիության հետ այդ հարցը կնքվեց, Ադրբեջանը միանգամից բողոքեց, ասեց, դες ինչ է կատարվում, դու այդ հարցը մենք պետք է փակեինք, դու պայմանավորվել ես, հիմա ուզում ես սա նորից խաղի առարկա լինի դրսի ուժերի համար, եւ դրա համար այս գործող վարչապետը հենց այդ հայտարարությունը արեց, այսինքն ինքը հավասարացրեց ադրբեջանցիների։ Բայց ներողություն, ես մի ավելացման բան բոզեմ, ներողություն, որովհետեւ շատ թեմայից շեղվենք, բայց մի հավելում պետք է անել։ Ադրբեջանից եկել են հայեր, չէ՞, 90-ականներին 400 000, չէ՞։ Մեծ մասը դուրս է գնացել։ Այո, ամեն դեպքում Ադրբեջանից դուրս են գնացել։ 450,000 հայեր Ադրբեջանի տարածքից դուրս են գնացել։ Մոտ 3 անգամ շքան Ադրբեջան։ Չէ, ընդ որում նկատենք Ադրբեջանի տարածքից հայերը դուրս են եկել բռնի գործողությունների հետևանքով ջարդեր են տեղի ունեցել Սումգայիթում, Կիրովաբադում, չէ, Բաքվում ջարդեր են տեղի ունեցել եւ ըստ էության բնակչությանը բռնությամբ ստիպել են դուրս գալ։ Հայաստանում էլ անկեցնել բռնության դեպքեր եղել են, բայց ներողություն ուրիշ հանգամանք կա։ Հայաստանից դուրս եկած ադրբեջանցիները կառավարությունից փոխհատուցում են ստացել իրենց տների գույքի համար եւ դա փաստաթղթավորված կա։ Մյուս կողմից, եթե Նիկոլ Փաշինյանը դա համադրում, այսինքն եթե Ադրբեջանը վերադառնում է 50-ականներին հեռացած ադրբեջանցի, բա Նախիջևանի հայերը, Նախիջևանն էլ է, չէ, հայաթափել, ընդ որում կոնկրետ քաղաքականության հետևանքով։ Մենք պիտի քննարկման առարկա չդարձնենք, բայց Փաշինյանը տեսնենք ինչ է պատկերն ենք ներկայացնում, բայց Փաշինյանը փաստորեն ոչ մի քաղաքական հենարան չունեցող բանը ադրբեջանցիների բնակվելու կամ չբնակվելու հավասարեցրեց աշխարհաքաղաքական թաթերաբեմում երկար տարիներ կյանք ունեցած Ղարաբաղյան հարցը։ Տեսեք, ես ավելին ասեմ ձեզ։ Ուրեմն Ստեփանը ասաց, որ Ադրբեջանը որպես հակակշիռ է ներկայացել արևմտյան ադրբեջանցիների վերաբերյալ, ես հարկաներ համաձայն չեմ Ստեփանի ասացի հետ, ասեմ ինչի։ Որովհետև ուրեմն արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խնդիրը առաջին անգամ պաշտոնապես այդ կոնցեպտը Ադրբեջանը ընդունել է 2003 թվականին եւ ինքը որպես ծրագիր է ընդունել 2003 թվականին, այսինքն ինքը կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձին դա հին խնդիր է։ Ինքը նոր խնդիր չի ծնվել, դա 2003 թվականին այդ կոնցեպտը ընդունվել է որպես պետական կոնցեպտ։ Դա իջացվել է իրանց կրթական եւ բանի մակարդակով, ակադեմիական մակարդակով քննարկվել է այդ խնդիրը եւ այն ժամանակվանից արդեն ռասկուկ կար գնում, որ Երևան քաղաքը դա Երիվ խան անունով Երևան քաղաքն է եւ ինքը տարածվում էր այն ժամանակ, որ ըստ էության Երևանը հիմնել են ադրբեջանցիները, Երևանը դա ադրբեջանական հին քաղաք է եղել եւ հայտնի երևանյան այսպես բանը Պարիսպը, որը քանդվել է խորհրդային ժամանակ, դա Բերթը, հա, դա մեծ հանցագործություն է կատարվել, այսինքն այս գիծը ինքը միշտ տարվել է եւ դա հակակշիռ չի արաբացիների վերադարձի։ Ալիևը տեսնելով, որ այս մարդը փաստացի իր բարի կամքի վրա է հույսը դրել, այսինքն որտեվ ինչի, որտեվ Նիկոլ Փաշինյանը վախենում է Ռուսաստանից։ Նիկոլ Փաշինյանը համարում է Ռուսաստանը իր իշխանության, անվտանգության սպառնալիքը։ Ինքը գիտի դրա մասին։ Ինքը ասում է, քանի որ Ռուսաստանը իմ իշխանության սպառնալիք է, անձնվեմ Ադրբեջանը։ Ռուսաստանը պետք է չլինի։ Ռուսաստանը որ չլինի, ավտոմատ պետք է ստիպված
ապավինեմ Ադրբեջանի բարի կամքի վրա, ապավինեմ Էրդողանի բարի կամքի վրա։ Իրանք ծիծաղում են Էրդողանն ու Ալիևը հանդիպում են իրար հետ, ուղղակի փորը բռնած ծիծաղում են Նիկոլ Փաշինյանի եւ հայ ժողովրդի վրա։ Հայ ժողովրդի վրա, որը մինչև հիմա այս ամեն ինչը հանդուրժում, ինչի՞ է, բայց հանդուրժում, Հայաստան ժողովուրդը չի հանդուրժում։ Հայաստանի քաղաքական վերնախավն է, որ չի կարողանում այս խնդիրը լուծի։ Սա է մեծ ողբերգություն, ինչի չի կարողանում։ Մենք բացատրեցինք, թե ինչն է պատճառը։ Սա ողբերգություն, բայց այս ողբերգությունը կարող է ավարտվի իրական ողբերգությամբ արդեն հայ ժողովրդի Հասկանալի է։ Եթե մենք եկեք այսքան չծանրացնենք տարվա ամփոփումը, եկեք սրանով նաև ամփոփենք կարևորագույն իրադարձությունների մասին նախորդ շաբաթներն էլ ենք խոսել։ Ես կարծում եմ 2026 թվականը, որ պիտի շատ կարճ ժամանակ հետո արդեն իրականություն լինի, նոր հնարավորություն է հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների Եվ նոր մարտահրավերներ։ Այո, նոր մարտահրավերներ, որում մարտահրավերները նաև հնարավորություններ են իրենք իրենցով եւ մենք պիտի մեզ համար խնդիր դնենք, որ 2026-ը Փաշինյանի համար որպես իշխանություն վերջին տարին լինի, ավարտենք մենք այդ մարդու քաղաքական կենսագրությունը, ազատվենք իրենից եւ փորձենք նորմալ պետություն ստեղծել։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Մենք ամեն շաբաթ այս ֆորմատում ամբողջ գրեթե 2025 թվականը անցկացրեցինք։ Իհարկե շնորհավորում եմ նաև մեր հեռուստատողներին գալիք ամանորի կապակցությամբ եւ աղթում եմ, որ իրականում 2026-ը լինի ձեռքբերումների տարի եւ Փաշինյանից ազատվելու տարի։ Եվ կարևոր է ասել, որ չհուսահատվեն եւ հասկանան, որ Հայաստանի հարցը լուծողը իրենք են։ Շնորհակալ եմ։ Ցտեսություն, կհանդիպենք 2026 թվականին։